ջան, ողջույն, տանից դուրս եմ եկել, չէ, հաճախ եմ դուրս գալիս հիմա, եկել ենք Էրիկի քոլեջ, դիպլոմների համար, վերջապես ավարտում ենք, հա, հիմա չէ, հունիսի վերջ, բայց անձնագրի պատճենն էին ուզել, հիմա եկել ենք անձնագրի պատճենը տանք, հետո պիտի տանեմ դերմատոլոգի մոտ, տեսնենք այդ դեմքի ակնեների հետ կապված, հիմա բավական լավ վիճակ է, բայց ունի դեռ պրոբլեմներ, շատ քիչ, բայց ունի, չի ուզում այդպես մնա, որոշեցինք տանենք, ասի մի քիչ էլ ձեզ հետ զրուցեմ, համել մեկնարկը տամ տեսանյութի, ուրեմն ուզում էի մի քիչ խոսել համերգից, քանի այդ տպավորությունների տակ եմ, համերգը մի հատ այսպես հոյակապ մի բան էր ժողովուրդ ջան, ասում եմ մամայից երազանքներ ու այդպես էլ չստացվեց եւ այնքան հետաքրքիր մի բան տեղի ունեցավ, երբ որ մենք գնում էինք, ես ասեցի մամ ջան, քեզ իմ հետ եմ տանում, դու իմ հետ գալիս ես, հա ու ասեք մի հատ մազերս հավաքեմ, այսպես այնքան շոկ է, մեքենայի մեջ շատ շոկ է, ու հենց հետաքրքիր մի բան տեղի ունեցավ, երբ որ համերգը սկսվեց, իմ մեջով մի հատ այսպես սառը սարսուռ անցավ, ու ամբողջ ժամանակ ինձ թվում էր, որ մամաս իմ հետ է, ու ես իր էմոցիաներով էի նայում, մամա շատ էմոցիոնալնի մարդ էր, էմոցիաներով լի մարդ էր, մեկ ռուսական ակցենտս չեմ ուզում պահեմ, մի խոսքով, մայրս շատ հուզական մարդ էր և այդ իր հուզականությունը փոխանցվել է նաև ինձ, բայց ինքը շատ յուրահատուկ էր, իր ապրումները, ես հիշում եմ, երբ որ մամաս երաժշտություն էր լսում, աչքերը փակ էր լսում, վայելում էր, մինչև վերջին նոտան, այնքան հետաքրքիր էր, ու այդ օրն էլ համերգը, կարծես մամաս վայելում էր մի յուրահատուկ ձևով, միասին էինք վայելում, բայց գնալու նպատակը համերգի որն էր, նախ որ շատ ենք հեռացել մշակույթից, մշակութայինից, գիտեք հիմա վաղուց էր ես այսպիսի տեղ չէի գնացել, իմ նպատակն էր Էրիկիս տանել, Էրիկիս մոտեցնել հայկական մշակույթին, նախ տեղերը վերցրել ենք շատ մոտ, պարտեր, 4-րդ կարգ, ինչի համար, սկզբում հայր ու տղա բողոքեցին, այսուր ես վերցրել, բարձր տեղ պիտի վերցնեիր, ասի ժողովուրդ ջան, սա հատուկ եմ վերցրել, ես ուզում եմ, որ Էրիկը տեսնի ոտքի շարժումները, մեր պարարվեստի ոտքի շարժումները, ճիշտ է, իրենց քոլեջում, իրենց դպրոցում Բլեյանում, գիտեք, որ առավոտները սկսում են աղոթքով, հյուսիսային կողմն աշխարհի խաղաղություն թողլա եւ այլն, քանի որ իրենց դպրոցներն էլ հյուսիս, հարավ, արևելք եւ արևմուտք, 4 մի քանի դպրոցներ ունեն եւ քոլեջը ու ամեն առավոտ սկսում են պարով, ժողովրդական պարերով, բայց Էրիկս վերջում հիացած էր, ամբողջ ժամանակ ծափահարել է իմ տղան, ասցի Էրիկ ջան ոնց էր հավանեցիր, ասում եմ մամ, ես էլի կգամ, ես էլի ասում եմ երկուզեիր պարեիր, ասում եմ բա ինչ, շատ էր հավանել, քանի որ այսօրվա մեր երիտասարդությունը ավելի շատ կապված է չինա, կորեա, ճապոնականին, իմ նպատակն էր, որ իմ տղան տեսնի հայկականը ու կապվի հայկականին, իսկ 100 անգամ լսելը և 1 անգամ տեսնելը դրանք տարբեր բաներ են, և ես այնքան ուրախացա, որ այս համերգը շատ մեծ այսպես տպավորություն թողեց Էրիկիս վրա, ես հիմա փնտրում եմ էլի նման համերգներ, պարային կլինի, ժողգործիքներ կլինի, ժողովրդական երգեր կլինի, կապ չունի, ազգայինը լինի, որպեսզի Էրիկին նորից տանեմ, մոտեցնեմ մեր ազգայինին, բավական դժվար է, երբ որ երեխան արդեն ինքը երկվորյակ է ամսով, ինքը ամսով երկվորյակ է, իսկ երկվորյակները շատ արագ են ինքնուրույն դառնում, իմ տղան էլ է բավական ինքնուրույն մարդ, դրա համար էլ ինքը ոնց որ ինքնուրույն է զարգանում,
Հա, ճիշտ է, ինձ հարցեր տալիս է, մենք շատ ենք քննարկում միասին, շատ ենք անցկացնում, բայց միևնույն է, ինքն ունի իր տեսակետը եւ բերել ազգայինին ինձ համար բավական այսպես մեծ ճանապարհ է պետք եղել։ Ու երևի թե նման ճանապարհը, հա, երգը, պարը ժողովրդական արվեստը շատ ավելի արագ են մոտեցնում։ Այսպես անուշիկներս հեռախոսս տաքացավ, մերոնք դեռ նոր են գնացել, շուտով կմոտենան, ես էլ մի քիչ նստեմ, մեքենայի մեջ ոսկորներս տաքացնեմ, 2 օրից ձյուն է գալու, այսօր 5շաբթի ամսի 12-ն է, այնպես որ սիրելիներս տաք հագնվեք, չխապնվեք այս արևին, դրսում ցուրտ է, մեքենայի մեջ շատ շոկ է։ Դե ինձ սիրում եմ բոլորիդ, գրկում եմ, համբուրում եմ, մաղթում եմ լավագույնը, շնորհակալություն բոլոր մեկնաբանությունների համար, ես ձեզ անչափ սիրում եմ։ Ջան ողջույն, կոտլետներ եմ պատրաստել, մտածեցի ձեզ հետ էլ կիսվեմ, սովորական տավարի աղացած մսով, ինձ գրել էին, որ միսը չվերցնեմ սուպերմարկետներից, սիրելիներս ես սուպերմարկետներից հազվագյուտ եմ միս գնում, միայն մի տեղ կա, որ ես գնում եմ աղալ եմ տալիս միսը, ոչ թե աղացած, այլ ֆիլեն գնում եմ եւ աղալ եմ տալիս, որովհետեւ մերոնք չեն ուտում ջլոտ միս, եթե մեջը յուղ կամ ջիլ լինի, հաստատ չեն ուտելու, դրա համար էլ ես միսը միմիայն գնում եմ Պարմայից, միշտ թարմ, միշտ համեղ չեմ գովազդում, ասում եմ այն ինչ որ կա, նույնը եւ հավը, իսկ լավագույն քյուֆթան միայն Պարմայինն է, միայն Պարմայինը, սա արդեն գովազդ եմ անում անվճար իօգուտ Պարմայի, այստեղ կոտլետները պատրաստել եմ պաքսիմատի մեջ, իմիջիայլոց պատրաստում եմ այրոգրիլում, հիմա տեսեք ձեզ ցույց տամ, այսպիսի միջուկ ունի, այսպիսի, տեսեք, շատ լավ եփվել է, սովորական ձեզ նման, ոնց որ դուք եք անում, այնպես էլ ես եմ արել, աղացած միս, 1 հատ կարտոֆիլ, սոխ եմ մեջը ավելացրել, այստեղ սխտոր ունեի, թարմ սխտոր ունեի պոչիկով, նոր դուրս եկած, մի փոքր դրանից եմ ավելացրել, կանաչ սոխ եմ ավելացրել, էլի ունեի, որպեսզի չթափեի, մի քանի ճյուղ, դա եմ ավելացրել, սև պղպեղ, կարմիր պղպեղ, մի քիչ բուսայուղ, ու վերջ, հա, աղ, ու վերջ, ու պատրաստում եմ արդեն այրոգրիլի մեջ, առանց ձեթի, ասեմ, արդեն սրա մեջ կար բուսայուղ, էլ այրոգրիլում չենք անում բուսայուղ, խուսափում ենք բուսայուղից եւ այլն, այսպես անուշիկներս, թեքեմ ձեզ հետ մի քիչ կզրուցենք Էրիկի քոլեջի հետ կապված, ինչու եմ մի քիչ նեղսրտված եմ, ձեզ հետ անպայման կկիսվեմ եւ կցանկանամ լսել նաեւ ձեր կարծիքները, հիմա ասեմ առայժմ սրանք պատրաստեմ ու միանամ ձեզ զրուցել, ջան, այսօր ամսի 18-ն է, եթե չեմ սխալվում, սա ամսի 8-ին Էրիկս է ինձ նվիրել, 10 օր առաջ, տեսեք ինչ գեղեցիկ պահպանվել է այս վարդը, մի հատ հրաշք, ասեք, որ գեղեցիկ է, եւ ասեք, որ ամենաթանկ ծաղիկը, երբ որ քո բալիկն է քեզ նվիրում, քո երեխան է քեզ նվիրում, ամուսնունն էլ է թանկ, եղբորն էլ, մայրիկինն էլ, հայրիկինն էլ, բայց երբ որ արդեն երեխատ մեծանում է այնքան, որ քեզ ծաղիկ է նվիրում, դա ամենասքանչելի բանն է, այսպես անուշիկները, սա էի ուզում ձեզ հետ կիսվել, մինչև հիմա պահպանվել է արդեն 10 օր, դե ինչ ձեզ լավ ու գեղեցիկ օր եմ մաղթում, սիրելիներս, ես հասել եմ տուն, չգիտեմ շորցը դիտել եք թե ոչ, շորցը նաև ապահովելու է հետագայում այստեղ YouTube
YouTube-ը, երբ որ մոնետիզացնեն, ասում են, որ շորցերը հարկավոր են, իմ շորցերը այդքան շատ չեն, դրա համար էլ որոշեցի խանութից մի փոքրիկ այսպես հատված ձեզ ներկայացնեմ եւ սկսեմ իմ առաջին գնումից, այսօր City-ում շատ մեծ եռուզեռ էր, իրար անցում, բոլորը մեծ առևտուր էին անում, չգիտես թե ինչու, ինչպես նրանց հետ նաև ես, չգիտես թե ինչու, բայց չէ, իմ սառնարանը արդեն դատարկվել էր նաև իմ պահածոները, լեչո հիմնականում, հա, դա էլ էր վերջացել, մի խոսքով, անցանք առաջ, առաջին գնումս այսպիսի զատկական գեղեցիկ աման եմ գնել, որպիսի ներկած ձուն դնենք մեջը, այսպիսի գեղեցիկ, տեսեք, ինչպես միշտ Սեդան սիրում է նախշերը, բայց մի հարց եմ ուզում ձեզ տալ, առանձին էի ուզում այս հարցը ձեզ տալ, բայց քանի որ սա արդեն ցուցադրեցի, ասեմ, ով գիտե, ես կարդացել եմ այդ մասին, հիմա այդքան լավ չեմ հիշում, բայց ձեզանից ով գիտե, ինչի համար է, ինչ կապ ունի նապաստակը կամ աքլորը զատկի հետ։ Ինձ զանգ եկավ, ես ներողություն եմ խնդրում, Էրիկս էր, ուրեմն, ես չգիտեմ, թե ինչ կապ ունի ընդհանրապես քրիստոնեության հետ նապաստակը եւ ճուտիկները, աքլորը եւ այլն, չեմ հիշում մի դեպք, որտեղ Քրիստոսը իր գրկում ուներ նապաստակ կամ աքլոր, որը դարձել է խորհրդանշական, այսպես այդ տոնի արդիվ։ Դրա համար էլ չգիտեմ, անուշիկներս, եթե դուք որևէ բան գիտեք, ես պարզապես գնել եմ գեղեցկության համար, վրան անգամ ձու չկա նկարած, սրա օվալ ափսեն կար թխվածքի համար ոտիկով մեծ ամանը, էլ ինչ կար, աղամանները կային, աղը եւ պղպեղը, կար նաեւ անձեռոցիկի համար հատկացված եւ շատ թանկ չէին, ասեմ ձեզ, բավական լավ գներ են, մի խոսքով, սա այսպիսի, որպիսի ձվերը զատիկին դնենք մեջը, ահա, սա գնաց այստեղ, սպասեք, ես նապաստակին փակեմ, ինչպես որ իրենք էին արել, որպիսի, վերջ, սա այստեղ, հետո, ասել եմ չէ, որ ներկս վերացել է այսա, Excellence-ի 8-ի 11, 12-ն էր, հետո 8-ի 11-ը, հիմա դա էլ չկա, ես վերցրեցի 7-ի 11-ը, քանի որ կար և երկու հատ էլ պատվիրել եմ Վայլդբերիսից, նա ուրիշ ներկեր են, որ կա անպայման ձեզ հետ կկիսվեմ, գնել եմ սա, հիմա կփորձեմ սա, տեսնեմ կգտնեմ նաև մյուսը Սիոսի 10-55-ը եթե լինի, դա էլ աչքովս չի ընկել, եթե լինի դա էլ կգնեմ, գնել եմ մազի լակ, սա պայմանական եմ գնել պարզապես տանը լինելու համար, մեկ լինում է լավ առիթի ենք գնում, մազերս ինքս եմ սարքում և պետք է պարզապես շատ թեթև ցողել, ես սրանից շատ չեմ օգտագործում, հետո այսպիսի բալզամ եմ գնել ներկած մազերի համար, դասի գունավոր մազերի, ներկած մազերի համար, որպիսի, բայց ասեմ, որ բավական լավ պահպանում է մազերի գույնը, ահա, հետո այստեղ ունենք այս փիսիկները, անձեռոցիկ, ինչպես միշտ մեծ տուփով, իր ամբողջական, մեր տանը շատ է օգտագործվում, հետո գնել եմ լոլիկ, այսպիսի, ճիշտ եմ պահել ժողովուրդ, տեսնեմ, գնապիտակից պիտի հասկանամ, չէ, այսպես, այս լոլիկի արժեքներ 1 կիլոգրամի, 2850, ասում եմ, չէ, ես կիլոգրամի գինը չեմ նայում, ես նայում եմ այստեղի գինը, ասում եմ լավ է, բայց այսօր լավ լոլիկ չկար City-ում, ասեմ, գնել եմ վարունգը տարբեր գների էին, 700 քանիսից մինչև 450 դրամ, բայց ես գնեցի 595 դրամ, 595 դրամ, մի խոսքով, 600 դրամ, Վահանը գնել է այսպիսի հյութեր, սանդալի, 4 այսպիսի հյութ է գնել, տարբեր, սա արքաղ խնձոր, սա խառը էկզոտիկ,
զեղչվել էին, ինչը որ հիմա ցույց եմ տալիս նման այս մեծ առևտուրները, սրանք զեղչվել էին, սա դեղձը եւ կիտրոնը, հա, կիտրոնը թե նարինջ է, երևի թե նարինջ է ժողովուրդ, բայց կիտրոնի գույնի է, դրա համար եմ ասում կիտրոն, մի հատ էլ այսպիսի արդեն գազարով եւ այլն, ես գազարի հյութ ընդհանրապես չեմ սիրում, դա իմ մանկության դաժան տառապանքի եմ, որ ասում են գազար եւ սպանախ, մամաս ու հորաքույրս մեզ տալիս էին, պարտադրում էին ինձ եւ հորաքրոջս փոքր տղային, հասակակիցներ ենք մենք, մեզ պարտադրում էին, որ մենք պարտադիր գազար ու սպանախ խմեինք, վայ, ոնց չէի սիրում, գարեջուր, միջանկյալ նաև ձեզ զբաղեցնում եմ, լեչո, ռոյալի լեչոն, շատ լավն է, կար ուրեմն ռեհանով, բայց ես վերցեցի առանց ռեհանի, որտեղ ես տանը ունեմ շատ լավ չորացրած իմ ռեհանը, այստեղ էլի մեր գարեջրի սիրահարը 2 գարեջուր է գնել, անցանք հաջորդին, հիմա, սա տեղափոխել ինքոներ ծոնր է, դե լավ չեմ տեղափոխի, հենց այսպես կցուցադրեմ, սա լվացվող անձեռոցիկներ են, սիրելիներս, հիմա բացեմ մի հատը դուք տեսեք, իրենք լվացվող են, ափսեները չորացնելու, հատկապես շատ լավ չորացնում է ապակի, հիանալի ապակի է չորացնում, այսպիսի, տեսեք ինքը շատ ավելի ոնց որ կտոր լինի, բայց կտոր չի, շատ լավն է, 900 դրամ էր դարձել, 2 անգամ, 24, չէ, սա չափերն է, 24-ի 30-ի վրա, բայց քանի հատ է ներսում, 40 հատ է ներսում, մի խոսքով, սիրում եմ ապակիները մաքրելուց, չնայած երբ որ դնում ենք աման լվանալու սարքի մեջ, բավական լավ է լվանում, այսպես, հետո, դե զարդի վերաբերյալ բնականաբար այսպիսի արդ ու զարդարանք եմ գնել, որպիսի սեղանը զարդարեմ, այս ամանը գիտեք ինչի գնեցի, անցյալ տարին Էլին ինձ սփռոց էր ուղարկել Ամերիկայից ու այնտեղ վրան նապաստակներ կա եւ գույններ բավական նման է, դրա համար էլ գնել է, հետո, այստեղ այս մանրները անեմ արագ ցույց տամ, անշիկներս եւ այսպես գնել եմ վանիլին, որ չունեի, այսպիսի Smarties կոնֆետները, որը եւս զեղչվել էր, 1500 քանիսից զեղչվել էր 380 դրամ, մտածեցինք փորձելու համար, ինչու ոչ, եթե զեղչվել է, մենք էլ գնենք զեղչված փորձենք, որտեղ իր ամբողջական գնով հաստատ ես այս 30 գրամին 1500 դրամ չեմ տա, այսպիսի հեղուկ կերակրի ներկեր եմ գնել, որպիսի նաև թխվածք պատրաստեմ, ինձ պետք էր հեղուկը, տորտինի չեմ գնացել, դրա համար էլ չեմ գնել այնտեղից, եւ այսպիսի ձվի ներկեր, սովորական ներկեր են, սա այսպես, հետո, մեր շատ սիրելի այս թխվածքներն են գնել, հիմա ցույց կտամ, մեկը հարբած բալն է, արդեն գիտեք, շատ թեթև է եւ կրեմը եւ խմորը, շատ թեթև է, չեք զգում, սա այսպես եւ ելակով, այսպես արդեն գիտեք, սա 3 օր ես ու Վահանը սուրճ ենք խմում, այս մի հատը 3 օր առավոտները սուրճ ենք խմում, դա նույնիսկ հնարավոր է 4 օր, 1-2 սենց պատառաքաղով ուտում ենք ու վերջ, շատ չենք ուտում անուշիկներս, հետո անցանք առաջ, այսպիսի 2 հացիկ եմ գնել, էլի զեղչվել էր, սրանք դիետիկ հացիկներն են, ինքը հնդկաձավարի հացիկներ են, հնդկաձավարի հացիկներ, սա գնաց ես կողմ, այսպիսի զատկին վերաբերվող էլի ձվի կոնֆետներ, այս կոնֆետներն էլ էին զեղչվել, ժողովուրդ ջան, այս բոլորը զեղչված էին,
հետո գնել ենք դեր բնականաբար մեր մոտ այս բոլոկի ես կանաչն ավելի շատ է, քան ինքը 2 հատ բոլոկի եմ գնել, ինչ ընկավ, գիտեմ ինչ-որ բան ընկավ, 4 հատ թարխուն եմ գնել, արդեն թարխունի սեզոնն է անուշիկներս և 1 հատ համեմ եմ գնել, վերջ, դա այսպես, որ մեզ շատ չխանգարի, սա վահաններ գնել, որ ուտի սիթի խաչապուրիներն են, ովքեր դրսում են ցույց տամ, շատ լավն է, կարծեմ հատը 220 դրամ է, եթե չեմ սխալվում, այո, հատը 220 դրամ է, ես այդպես եմ հիշում, հետո, սա էլի տանը ունենալու համար կարտոֆիլով պատրաստում եմ, կարտոֆիլը մենք ասում ենք բուղլամա, չգիտեմ դուք ինչպես եք ասում, քիչ ջրով, վերջում երբ որ տակը շատ քիչ ջուր է մնում, ավելացնում եմ կտրատած սարդելկաները և վրան կարագ եմ դնում, փակում եմ բերանը, 1-2 րոպեից հետո անջատում եմ, շատ համեղ է լինում, դա արագ, երբ որ չգիտես այդ օրը ինչ անես, դե սա էլի վահանը որ գալիս է կամ ձվածեղով կամ հենց այսպես խաշում եմ, ուտում եմ, մի հատ կամ 2 հատ, սա էլի զատկի հետ կապված այսպիսի, ինչ են ասում, ուտելու համար է, մի խոսքով, իմացաք, ներկերի հետ եմ դա գնել հայրիկները, գնել եմ իմ շատ սիրելի այսբերգը, շատ երկար է դիմանում, շատ երկար, շատ կարող եք ամիսներով պահել, ամիսներով, ես ասեմ 2, դուք պատկերացրեք 4-5 ամիս, իրեն կարելի է հենց այս վիճակում պահել սառնարանում, եթե ձեր սառնարանը իհարկե ապահովում է, որ կանաչեղենը շուտ չփչանա, հետո բանաներիկիս համար պարտադիր, առավոտնել է ուտում և իր սմուզիների մեջ է օգտագործում բանանը, պարտադիր իմ տղան, այստեղ մի հատ էլ այսպիսի, ալկոհոլային խմիչք, գարեջուր, հետո, մի հատ էլ ժողովուրդ ջան, այսպես, ընկերներով են խմում մի դեպ ասել, ահանը այսպես խմիչքի մեր սիրահարչիկ, որ ուշ է քնում մեկ գիշերը, այստեղ այսպիսի պանիր, էլի զեղչվել էր այս պանիրը, փորձելու համար և մանդարին եմ գնել մրգերից, սա այսպես, և տեսեք թե ինչ է եկել Երևան, շատ եմ ուզում փորձել, շատ, որովհետև ես մեկ նայում եմ տիկին Արուսին, հիանալի խմոր է պատրաստում, որոշեցի գնեմ և փորձեմ իր ալյուրը, ասում եմ, որ շատ լավն է, կփորձեմ, կասեմ, ալյուրս էլ շատ քիչ էր մնացել, ասեմ, արժեքը 990 դրամ, սիթիում, ուրիշ տեղեր չգիտեմ, ինքը ասում է, որ միայն սիթիում է լինելու, այսպես, սա է վերջ, և վերջին մեր տոպրակը անուշիկներս բարձրացնեմ, գնել եմ, ես հավել եմ գնել, իմ հավը ուր է, հեսա կտեսնեմ, մեր ջան, մի հատ կնայես սառնարանում, հավը, աչքիս վահանը դրել է սառնարան, որ չփչանա, հավը, վերևում մի հատ նայի, չէ, լավ, հեսա կտեսնեմ, թե ուր է մեր հավը, ուրեմն, այս սա Էրիկի համար է, իր սմուզիները պատրաստելու համար, գնել եմ 1 հատ մեզ համար, այսպես, հարիսա էլ պատրաստելու, չէ, այստեղ գնել եմ չամիչ, բավական լավ խոշոր չամիչ է, հիմա բացեմ, սա պիտի լվացվի, զատկի համար ես սիրում եմ, որ չամիչը շատ է լինում հլավի մեջ, շատ եմ սիրում, սա այսպես անուշիկներս, հետո գնել եմ
արևածաղիկ, բան է այսպիսի ամերիկյան, ինչ են ասում սրանց, սերիալ է գնել, քրանչ, խրթխրթան, դարչինով տոստ է, դարչինով խրթխրթան տոստեր են, այսպես, հետո գնել են աղցան, վինեգրետ, չգիտեմ արդեն որտեղ ունեմ, և ուրեմն բազուկով և ընկույզով, ուզում եմ արժեքները մի հատ տեսնեք էլի, ինչքան հարմար են, ասենք արագ սնվելու համար, էլի, սա մի քիչ շատ է, այնտեղ տարբեր արժեքների կան, դուք կարող եք գնալ վերցնել, սա 611 դրամ է, կա այնտեղ 300 դրամ, 400 դրամ, ձեր նախասիրությամբ գումարային, այստեղ էլի մի հատ լեչո, այսպես, ինձ թված բան ընկավ կոտրվեց, էլի լեչո, այստեղ այս ռեջայի լոլիկը, ինքը հենց մաքուր լոլիկն է, մեկ-մեկ սոուսներ փլավների համար շատ-շատ հարմար է պատրաստելը սրանով, ձիթապտուղ, կալամատա, շատ էլի զեղչվել էր, շատ-շատ համեղ է, շատ սիրում եմ կալամատան, յուրահատուկ ինքը համ ունի, և վերջին գնումս անուշիկներս, գնել եմ կոկոյի ամբողջական ազդրերը, որպեսզի պատրաստեմ հարիսա, այսպես, ես հարիսա պատրաստել եմ Հերկուլեսով, իմ ալիքում կա, եթե չէ պատրաստելուց էլի մի պահ կկիսվեմ, դե ինչ, այս ամբողջի համար եկավ դադադադամ, եկավ ամենակարևոր պահը, վճարել ենք անուշիկներս, հիմա ասեմ, վճարել ենք 42285 դրամ, հիմա ես ձեզ այսպես ցույց տամ, երևում է 42000, պիտի որ երևա այս մատիս տակ, վերջ, սա էլ այսպես, և մենք ունենք մի շարք խանութների ընտրվող 10-ից 70% զեղչ, մեր բոլոր առևտուրներից հետո, մեր բոլոր կտրոնները ունեն այս զեղչը, տարբեր խանութների համար, ընդհուպ մինչև պրենատալ, ռոբերտո, կոսմետիկայի ինչ-որ խանութներ, մի խոսքով, տարբեր տեղերում, սա ես պահում եմ, որ գնում ենք, բայց միայն սրանով կարող եք մեգամոլում անել սրանով, այս զեղչերով առևտուր, ուրիշ ոչ մի տեղ, այսպես անուշիկները, սա էլ իմ այսօրվա ամբողջ առևտուրը, ես հիմա սրանք բոլորը դասավորեմ իրենց տեղերում, հետո կմիանամ կզրուցենք, Էրիկս եկել է քոլեջից, ասելիք ունի, կասի, ես անպայման ուզում եմ խոսել քոլեջի մասին, կկիսվեմ ձեզ հետ, հիմա էլ Էրիկին մի քիչ հարցաքննեմ, տեսնեմ ոնց է անցել իր օրը, դիպլոմայինի պահով և անպայման ձեզ հետ կզրուցեմ, առայժմ եմ ասում, ես այստեղ եմ, առայժմ անուշիկներս կհանդիպեմ, հրաշքներս ես միացա ձեզ, մի քիչ զրուցենք, ուրեմն ի սկզբանե ասեցի, որ ցանկանում եմ զրուցենք Էրիկի քոլեջի մասին, մի քանի բառով, կան մարդիկ հնարավոր է, որ ուզում են իրենց երեխաները սովորեն Բլեյան քոլեջում և քանի որ Էրիկը արդեն 4 տարի է այնտեղ է, 4-րդ կուրսում է, վերջին կուրսն է և ավարտում է, քիչ թե շատ է ծանոթ եմ քոլեջին և կարող եմ մի փոքր խոսել քոլեջի մասին, ուրեմն առաջինից մինչև 2-րդ կուրս, որը համարվում է, ուրեմն առաջին կուրսը համարվում է որպես 12-րդ դասարան, դրանից հետո 11-րդ դասարան, հետո երկրորդ կուրսը արդեն 12-րդ դասարան և վերջի 2 կուրսերը արդեն քոլեջի 2 կուրս, այսինքն քոլեջի առաջին և երկրորդ կուրս, հիմա Էրիկը քոլեջի 2-րդ կուրսում է, թե 3-րդն է, չէ,
Այնտեղ 11-12-րդ դասարաններ կա։ 11 դա հիմա Էրիկա այո ավարտում է երկրորդ կուրսը, բայց 4-րդ տարին է, որ ինքը քոլեջում է։ Ահա։ Ուրեմն առաջի 2 տարին բավական լավ է, 3-րդ տարին բաց թողում մի այլ կարգի։ Անցյալ տարի Էրիկը հաճախականությունը շատ էր վատացել, շատ էր քչացել, այս տարի ընդհանրապես երևի 2 կամ 3 անգամ է գնացել, նախ որովհետև տրանսպորտը հանել են մեր մոտից, որովհետև տրանսպորտը ոչ թե հանել են մեր մոտից, տրանսպորտը կա, պարզապես Էրիկենց դասերն է ուշ սկսում, իսկ քոլեջի տրանսպորտը իրեն էստեղից վերցնում է ժամը 8-ին։ Հիմա ինքը գնում է քոլեջ, ժամերը դասացուցակով ժամը 10-ին է, 11-ին է, այսպես։ Դրա համար էլ չի համընկնում ավտոբուսի ժամերը իր դասերի հետ։ Այստեղից մեր մոտից, քանի որ տրանսպորտ չկա գնացող, ոչ մի երթուղային, ոչ մի ավտոբուս չունենք, ստիպված ենք տաքսիով ճանապարհել, տաքսին էլ առավոտյան ժամերի մոտավորապես անում է 3000 դրամ, պատկերացրեք, եթե ես ամեն օր իմ երեխային 3000 դրամով ուղարկեմ, ասում ես ինչի տերեմ 3000 դրամով ամեն օր ուղարկեմ տաքսի, դա միայն մի ուղղությունը, հետադարձը իմիջիայլոց իմ Էրիկը բավական բան երեխա է, այսպես հավաք երեխա է եւ չի թույլատրում, որ ավել գումար ծախսենք իր վրա, ինքը տրանսպորտից օգտվում է շատ հանգիստ, եթե գնում է մաթեմատիկայի դասերի, վերևի մեր կանգառից գնում է, բայց մեր մոտից, մեր ռայկոմից, որտեղ որ մեր տունն է, դեպի Մալաթիա գնացող ավտոբուս չկա, դրա համար եմ ես ասում, մեր մոտից տրանսպորտ չկա, սիրելիներ, դրա համար ստիպված ենք լինում, կա, Կոմիտաս կա, կենտրոն կա, Մասիվ կա, Նորք կա, ամենտեղ կա, բայց Մալաթիա գնացող չկա, մի հատ 63 համարի երթուղային կար, գիծը արդեն 2 տարի է չկա, երթուղայինը գոյություն չունի, դրա համար էլ մենք չունենք այստեղից Մալաթիա գնացող ոչ մի տրանսպորտ, ոչ մի միջոց, ճանապարհն էլ բավական երկար է, գնում են Իսակովի պողոտայով, արդեն իմացաք, Արգավանդի ճանապարհով են գնում, շատ երկարում է, մոտավորապես ժամ ու կես, մի անգամ մենք գնացինք Էրիկի հետ, մոտավորապես ժամ ու կես ճանապարհ են գնացել, ժողովուրդ ջան, այդքան ամեն օր երեխուն առավոտ ուղարկես, իրուք գա 3 ժամ ճանապարհների վրա, մի խոսքով, բայց էականը սա չէ, էականը նա է, որ երեխան կես տարի է չի հաճախում, կես տարի հետո նոր գրում են ինչու Էրիկը չի գալիս դասերի, այս ոչ թե անտեսված են, այլ չեն նկատում, որ ուսանող չկա, հա, ամբողջ կենտրոնացումը առաջի, երկրորդ կուրսերի վրա է, մնացածները ոնց որ չկա, առաջին օրը Էրիկը գնաց, երկրորդ օրը գնաց, սեպտեմբերի դասատու չունեն, չկա, դասախոս գոյություն չունի, քանի որ իրենց առարկան էլ նոր էր, IT ոլորտը, հենց ի սկզբանե իրենք ինձ ասեցին, որ մենք դեռ չունենք, մենք չենք սովորացնում Python, հա, այդ Python-ը չենք սովորացնում, չգիտեմ ինչը չենք սովորացնում, առայժմ դասախոս չունենք, գուցե ինքը հասնի 4-րդ կուրս, այդ ժամանակ ունենանք, կար մի մաթեմատիկայի ուսուցիչ, որը փորձեց ինչ-որ ժամանակ, չէր կարողանում գլուխ հանել, դե գիտեք, ծրագրավորումը դա ինքը առանձին ճյուղ է և բոլոր մաթեմատիկները չէ, որ կարող են ծրագրավորում դասավանդեն, մեկ-երկու անգամ գնաց, նկարում էր, մենք ունենք, ես ունեմ տեսահոլովակները, լսարանից, լսանում ոչ ոք չկա, ոչ դասատու կա, դասի ժամ է, ոչ դասախոս կա, ոչ աշակերտ կա, ոչ մեկ չկա, Էրիկը մենակ իր անկերոջ հետ գնում էին, 1-2 ժամ մնում, խաղ էին խաղում, հետ էին գալիս, կամ անում էին նկուղային, օրինակ անցյալ տարի նկուղային հարկում էին անում, դպրոցում էին, մայր դպրոցում էին անում, ոչ թե քոլեջի, քոլեջն ու մայր դպրոցը տարբեր տեղեր են, մայր դպրոցը Բաբաջանյանի վրա է, քոլեջը Անդրանիկի
փողոցի վրա է։ Անում էին նկուղում կատուների հետ, որովհետև պատուհանները նկուղի 1-2-ը կոտրված էին, կատուները մտնում ձմեռվա ցրտին երեխեքը դա չկար, դասավանդող չկար, մի խոսքով բողոքս մեծ էր։ Այս տարի, քանի որ ինքը ավարտում է, իրենք անցնում են ընդամենը 2 առարկա, որ ոչ մեկի դասախոսը գոյություն չունի։ Մի քանի անգամ հաճախել է, նկարել է, դասախոս գոյություն չունի, ղեկավարը անգամ չգիտի, այսինքն տեսեք, ամբողջ 4-երին կա 4-ի 1, 4-ի 2, 4-ի 3, 4-ի 4, 4 խումբ ունեն, 4-րդ կուրս, 1 ղեկավար։ Այդ 1 ղեկավարը տեղյակ չի, ոնց որ մի դասատուն 4 դասանի դասղեկ լինի ու տեղյակ չլինի, թե իր ուսանողները գալիս են կամ չեն գալիս, չի հանդիպում, ոչ մի անգամ չի տեսնում, մի քանի ժամանակ առաջ էր, թե գրել է Էրիկը չի գալիս, Էրիկը դիպլոմային աշխատանք չունի, ասես Էրիկի դիպլոմային աշխատանքը վաղուց պատրաստ է, ուսուցչուհին երկրորդ արդեն մաթեմատիկայի ուսուցչուհին, որը ինչ որ չափով գուցե հասկանում է, չգիտե, ծրագրավորումից ասի որ պատրաստ է, 2 անգամ ֆայլն ուղարկված է, եկել է, քննարկել են, ասել է գնա տուն, կզանգեմ կգաս, այդ կզանգեմ կգասը տևեց 6 ամիս, 6 ամիս ոչ մի ձայն, ոչ մի զանգ, նամակներին չկա պատասխան, ի վերջո մի քանի օր առաջ, որ մեքենայից նկարել էի, արդեն մենք գնացել էինք, հանդիպել էր ուսուցչուհուն, թե դու չունես դիպլոմային աշխատանք, ասել ոնց չունեմ, ես 2 անգամ ուղարկել եմ, ես եկել եմ, քննարկել ենք, նորից կուղարկես, ես չեմ հիշում, նորից էր ուղարկել, բա ես չեմ կարող ընդունել քո դիպլոմային աշխատանքը, որովհետև նմանատիպ աշխատանք արել է նաև քո մյուս համակուրսեցին, եւ ես նրանն եմ ընդունում, ոնց ասա, ես 1 տարի առաջ ուղարկել եմ այս աշխատանքը, 2 անգամ եմ ուղարկել, հա, տարվա սկզբից եմ ես ձեզ ուղարկել, ես չեմ տեսել, դա նշանակում է, եթե չեմ տեսել, ուրեմն չեմ ընդունում, կգնաս այսինչ բանը կանես, լավ, Էրիկս, ասեմ, Ժորժ ջան, ոչ թե իմ տղան է, որ ես գովում եմ, ինչպես ժողովրդական ասացվածքը այսպիսի մի խոսք ունի, ասում է մոր գովածը թողու փախի, դրկիցինը առու փախի, բայց հիմա ոչ թե իմ երեխան է, որ ես գովում եմ, այլ պարզապես ուզում եմ ասել, որ Էրիկը ծնվել է այդպիսին, մենք իրեն IT ոչ մի ծրագրավորման ոչ մի դասընթացի չենք տվել, ինքը չի հաճախել, ինքը ինքնուս է։ Ես կխնդրեմ Էրիկին, որ թույլատրի նայեք իր դիպլոմային աշխատանքը, երկրորդ անգամ ստեղծել է արհեստական բանականությամբ ինքը ոչ մի բան չի արել, եթե հասկացողներ կան ձեր մեջ, ձեր երեխաների, ձեր տղաների մեջ, կարող են նայել բոլոր ֆայլերը հավաքված է ձեռքով, ես ձեզ ցույց կտամ, թե ինքը ինչ կայք է պատրաստել, կայքը պատրաստ է վաճառքի, կան խանութներ, որոնք որ նորաբաց են եւ իրենց հարկավոր է կայք, որպեսզի մարդիկ կարողանան մտնել, on-line գնումներ կատարեն, քարտային աշխատանքներով եւ այլն, քարտով կամ ոչ կանխիկ, այսպես մի խոսքով ստեղծել է 0-ից մի չքնաղ կայք, ժողովուրդ ջան, համակարգչային, դրանից առաջ ռեստորանային կայք էր ստեղծել, արագուտեստի, էլի, ինչ ունեն վաճառքի, ինչ չունեն վաճառքի, ինչ կարող են պատվիրել, մի խոսքով, ինչպես ոնց որ McDonald's-ի կայք լինի կամ KFC-ի կայք լիներ, դա չընդունվեց իհարկե, իսկ այսօր գնացել է նկարագրությունն էլ հետներ ինքը հավաքել քարտի հետ, ոնց պետք է վարվեն, որ զգուշություն լինի, որպեսզի կանխվի, ասենք քարտից գումար չքաշի, ապրանքը չվաճառվի, մի խոսքով այնքան շատ մեծ աշխատանք եւ այդ աշխատանքը իմ տղան արել է 3 օրում, շատ արագ է արել, ասում եմ դա իրեն տրված է ինքնուս, Վահանն էլ նայեց, հիացած էր, կխնդրեմ իրեն թույլատրի, որպեսզի դուք էլ տեսնեք, ես ասում եմ, եթե Էրիկին ասում եմ, եթե ցանկացող կլինի, հանգիստ կարող ես վաճառել կայքդ, իսկապես պատրաստ է աշխատելու այդ կայքը։ Այսպես անուշիկները, սա էլ իմ բողոքն էր,
քոլեջից, քոլեջը միայն, չգիտեմ, դա առավելություն ասեմ, թե առավելություն չասեմ, 1 տարի ունի բանակից տարեկետում, բայց դա էլ այդքան էլ, այսպես ասած, լավ չէ, որովհետև 1 տարի կորցնում ես, եթե պետքա տղան գնա բանակ, ավելի լավ է գնա բանակ, այդ մի տարին արագ անցնի, քան ասենք թե չանցնի, ես մտածում էի, որ ես դեռ չգիտեի, որ Էրիկը բանակից 3 տարի տարկետում կստանա, տեսողության պատճառով, ես մտածում էի, որ եթե հանկարծ չստացվի առաջին տարին ընդունվել, գոնե երկրորդ տարին ընդունվի, ես այդպես էի մտածում, դրա համար մենք տվեցինք, ես ոչ մի բանից տեղյակ չէի, նախ իմացել եմ, որ տարեկետումը ունեն ամենաընդունելության օրը քոլեջի, վերջին օրը, երբ որ հայտը մենք տալիս էինք, գնացինք մենք դիմումը գրելու, ես միայն այդ օրն եմ իմացել, որ ինքը ունի տարեկետում։ Իհարկե այդտեղ սկզբում շատ ուրախացա, վայ դե լավ է, մտածեցի տարեկետում է, մի տարի բանակ ուշ կգնա, հետո էլ ասեցի, չէ, ավելի լավ այդ մասին չմտածեմ, մտածեմ, որ հանկարծ եթե առաջին տարին ձախողի, երկրորդ տարին կստացվի ընդունելությունը։ Մի խոսքով, բայց ասեմ, որ դա այդքան էլ ոնց ասեմ, հարմար չէ, ավելի լավ է կամ գնա բանակ շուտ ծառայի վերադառնա, քան թե տարեկետումը, չգիտեմ, այդ արդեն ընտրության հարց է, ես ոչ մեկի փոխարեն, ոչ մեկի մամայի փոխարեն չեմ կարող դա որոշել անուշիկներս։ Մի խոսքով, այսպես, դե հիմա տեսնենք ինչ ենք անում, պատրաստվում է կամաց, մեր քննությունները շատ են երկարում, որովհետև SAT-ին մեր մաթեմատիկան բարձրագույն անգլերենով մի քիչ դանդաղում է, Էրիկը նախ 0-ից գնաց, շատ ցածր մակարդակից մաթեմատիկան, որովհետև 4 դպրոցում էլ իմ տղան մաթեմատիկա նորմալ ուսուցչուհի չի ունեցել ու շատ դժվար է եղել դնել նորից 0-ից, էլի փառք Աստծու մեր այս նոր ուսուցչուհուն, որը շատ կարճ ժամկետում Էրիկին 0-ից բերեց հասցրեց բարձր մակարդակի։ Հիմա հասել են արդեն SAT-ի բարձր ծրագրերին, դրանք են իրենք ուսումնասիրում, տեսնենք թե դա երբ կավարտեն։ Ես եմ, որ ասում եմ շնչակտուր, սպասում եմ դրան, անհանգիստ, Էրիկը ինպես անհանգիստ չի, ես շատ անհանգիստ եմ բնավորությամբ, ասում եմ մինչև Էրիկը չընդունվի, ես ոնց որ չեմ գա իմ առաջվա վիճակին, անդադ անհանգիստ եմ լինելու։ Այսպես անուշիկներս, եւ մի հարցի շուրջ էի ուզում խոսել, ես չգիտեմ, թե բլոգերներից ովքեր են ինձ լսում, դրսում ապրող, ներսում ապրող Հայաստանի, չգիտեմ ովքեր են ինձ լսում, ես մի խնդրանք ունեմ, սիրելիներս, ես հասկանում եմ, գուցե վաղուց եք գնացել եւ քերականությունը արտասանական ձեզ մոտ սխալ է, քանի որ տարիներով չեք կարդացել, չեք շփվել, լեզուն բացվում է, երբ որ մարդը կարդում է, շատ է կարդում, բայց ձեզ շատ եմ խնդրում, եթե դուք բլոգեր եք, գոնե վերնագրերը տառասխալներով մի գրեք, հայերենն ունի 2 բառ, որը գրվում է ռ-ով, դա Ռաֆինը եւ Ռաբունը, մենք ուրիշ չունենք, գրում եք ռեստորան, մենք ռեստորան բառ չունենք, կամ առ եւ տուր չունենք, առ եւ տուր բառերն են, գիտեք, սխալ է, իհարկե դրանից ձեր մարդ տեսակողը չի ասենք վարկաբեկվում կամ ձեր վարկանիշը չի ընկնում, բայց գոնե վերնագրերը պետք է լինեն ճիշտ քերականական պահումներով, սիրելիներս, շատ եմ խնդրում, ուշադրություն դարձրեք, եթե բառը չգիտեք, մտեք որևէ հայոց լեզվի կայք կամ թեկուզ բառարան, նայեք, տեսեք բառը ինչպես է գրվում, դա իսկապես մեր լեզվի վարկանիշը գցում է։ Շատ եմ ձեզ խնդրում, բոլորից շատ սիրում եմ, բոլոր բլոգերներին հետևում եմ, որքան որ կարողանում եմ, բոլորին սրտիկում եմ, լայքում եմ, մի խոսքով, չեմ գրում, բայց լայքերս կան։ Սիրում եմ բոլորիդ, գրկում եմ, համբուրում եմ, մաղթում եմ գարնանային գեղեցիկ օրեր, արևներ, ծաղիկներ, լույսեր եւ ինչպես միշտ ասում եմ, մնանք Աստծով, ձեզ հետ էր Սեդան, սիրով։